Բարի օր։ Psylife on-line ռադիոյի եթերում մեկնարկում է տարիքի գաղտնիքները հաղորդումների շարքը, նվիրված տարիքային հոգեբանությանը։ Եթերում է Կարինե Խաչատուրյանը։ Մեր հաղորդաշարերի ընթացքում ես եւ իմ գործընկեր Արփինե Հակոբյանը հաջորդաբար կանրադառնանք տարբեր տարիքային խմբերին, նրանց հոգեբանական առանձնահատկություններին եւ բնութագրերին։ Կփորձենք հասկանալ յուրաքանչյուր տարիքի բնորոշ գծերը, ինչպես նաեւ կտանք որոշ գործնական խորհուրդներ։ Այսօրվա մեր առաջին հաղորդմանը մենք կանդրադառնանք տարիք, զարգացում, ճգնաժամ հասկացություններին։ Այսպիսով, ինչ է տարիքը։ Տարիքը զարգացման հոգեբանության բարդ եւ կարեւորագույն հասկացություններից է։ Ամենաընդհանուր ձևով տարիքը կարող ենք երկու խմբի բաժանել՝ բացարձակ տարիք եւ պայմանական տարիք։ Բացարձակ տարիքը մեր օրացույցային տարիքն է, այսինքն այն դրսևորվում է ժամանակային միավորներով՝ օր, ամիս, տարեթիվ, ժամ։ Իսկ պայմանական տարիքը ցույց է տալիս մեր զարգացման աստիճանը, հիմնվելով հոգեբանական եւ ֆիզիոլոգիական բնութագրերի վրա։ Օրինակ, բացարձակ տարիքով մենք կարող ենք լինել 20 տարեկան, սակայն հոգեբանական կամ պայմանական տարիքով լինենք լիովին այլ տարիքում։ Իսկ ինչ է նշանակում զարգանալ, աճել։ Որոշ հոգեբաններ նշում են, որ զարգացումը մեր մեջ իբնե առկա նախադրյալների ռեալիզացիան է։ Ընդհանուր առմամբ նոր երևույթներ զարգացման ընթացքում չեն առաջանում։ Զարգացումը արդեն գոյություն ունեցողի դրսևորումն ու կատարելագործումն է։ Կա նաև հակառակ տեսակետը, ըստ որի զարգացումը դինամիկ պրոցես է, որի ընթացքում անընդհատ տեղի են ունենում փոփոխություններ, որոնք զարգացման նախորդ փուլերում չկային։ Այդ փոփոխությունները տարիքային հոգեբանության մեջ ստացել են նորագոյացություն անվանումը։ Այսպիսով, յուրաքանչյուր տարիք ունի իր առանձնահատկությունները եւ յուրաքանչյուր տարիքում կատարվում են շատ կարեւոր փոփոխություններ։ Իսկ ինչպես է տեղի ունենում անցումը մի տարիքից դեպի մյուսը։ Այդ անցումը կարող է լինել կտրուկ եւ աստիճանական։ Կտրուկ անցումները կոչվում են ճգնաժամեր։ Ճգնաժամերի մասին պատկերացումները ձևավորվել են դեռ հնուց։ Հին ժամանակներում սուտ դիտման արդյունքում մարդիկ նկատել են, որ կյանքում լինում են վտանգավոր փուլեր, որ որոշակի տարիքներում հաճախանում են մահերը, փոխվում է մարդու բնավորությունը, վարքը։ Տարբեր ժողովուրդների պատկերացումներում վտանգավոր էին համարվում տարբեր տարիքներ՝ 7, 11, 14, 21։ Քրիստոնեական գաղափարախոսության մեջ վտանգավոր կամ ավելի ճիշտ անցումային է համարվում 33 տարեկանը։ Միստիկ ուսմունքներում կարևորվել է 7 թիվը եւ կյանքի յուրաքանչյուր 7-րդ տարին համարվում էր բեկումնային եւ ճգնաժամային՝ 7, 14, 21, 28, 35 եւ այդպես շարունակ։ Հետաքրքիր տարիք է 35-ը, այն համարվում է միջին տարիքի ճգնաժամ եւ որոշ միստիկ ուղղություններում մատնանշվում է, որ մինչեւ 35 տարեկանը մարդը հասնում է զարգացման իր գագաթնակետին, թե ֆիզիկական, թե հոգեբանական, թե մտավոր եւ սոցիալական առումներով։ Իսկ 35-ից հետո զարգացումը, աճը դադարում է եւ սկսվում է հետզարգացումը ֆիզիկական, հոգեբանական, մտավոր եւ սոցիալական մակարդակներում։ Հետագայում այս պատկերացումների հիման վրա տարբեր հոգեբանական դպրոցներ իրենց տեսության շրջանակներում հստակ առանձնացրեցին տարիքային փուլերը եւ ճգնաժամային տարիքները։ Օրինակ հոգեվերլուծության մեջ առանձնացվում են հետևյալ փուլերը՝ օրալ ծնունդից մինչև 18 ամսեկան, անալ 18 ամսեկանից մինչև 3 տարեկան, ֆալիկ 3-ից 6 տարեկան, լատենտ 6-ից 10 տարեկան եւ գենիտալային դեռահասություն։ Հետաքրքիր է ճգնաժամ բառի ստուգաբանությունը։ Աճարյանի բառարանում հանդիպում ենք հետևյալ բացատրությանը։ Ճգնաժամ բառը առաջացել է ճգնել արմատից, որը նշանակում է նեղություն քաշել կամ ջանքեր կիրառել։ Ճգնաժամը լատինատար լեզուներում անվանվում է կրիզիս, որը ծագել է հունարենից եւ նշանակում է շրջադարձային պահ կամ ելք որոնել, որոշում կայացնել։ Իսկ չինարենում ճգնաժամ բառի հիերոգլիֆը երկու իմաստ ունի՝ վտանգ եւ հնարավորություն։ Այսինքն սա կյանքի կարևոր վտանգավոր փուլ է, որը սակայն իր մեջ զարգացման մեծ պոտենցիալ է կրում։
Հույսով յուրաքանչյուր նոր տարիքային փուլում, անկախ մեր տարիքից, մենք նմանվում ենք նորածնի։ Մենք չունենք ոչ մի փորձ եւ չգիտենք ինչ է մեզ սպասվում այս նոր փուլում, չգիտենք ինչ ճգնաժամի եւ ներքին կոնֆլիկտի կբերի այն։ Սակայն մի բան հաստատ է, որ ամեն անգամ մենք ընտրություն ենք կատարում, կախված այդ ընտրությունից մենք կամ շարժվում ենք առաջ, կամ մնում ենք այնտեղ, որտեղ կայինք։ Այսօր այսքանը, մեր հաջորդ հաղորդման ընթացքում կքննարկենք նորածնությունից մինչև 3 տարեկան ընկած տարիքային խմբի հոգեբանական առանձնահատկությունները։ Լավ մնացեք։